Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը տաղավարից սիրով ձեզ համար այս առավոտ ողջունում են Սոնա Սաֆարյանը, Սուրեն Արուստամյանը, Ժպիտը Արևը եւ լավ տրամադրությունը։ Շատ բարի լույսելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սկսում ենք մեր աշխատանքային առավոտը, որը շատ դրական է, քանի որ դրսում արևը շողում է, բոլորիս տրամադրությունը շատ բարձր է եւ արդեն կարելի է նշել, որ թեթև վերարկուով դուրս գալը լրիվ բավարար է, որպեսզի օրվա ընթացքում ընդհանրապես չմրսենք։ Դե մեզ մոտ մի քիչ այդ անցումը եղանակային գարունը շատ արագ է տաքանում, որովհետև մինչև շաբաթվա վերջ արդեն +20 է տված եղանակի, այնպես որ կարծում նույնիսկ արդեն շաբաթվա վերջ այդ նույնիսկ այդ թեթև բաճկոնները էլ պետք չեն գա, այնպես որ այո, շատ թանկ բաներ մի առեք այդպիսի սեզոնային, որովհետև շատ կարճ ժամանակ եք հագնելու։ Իսկ հիմա անցնենք առաջ հասկանալու համար, որ այսօր նաև անկախ ամեն ինչից ջերմաստիճանից նաև հոբելյարներ կան եւ շնորհավոր ենք բոլոր հոբելյարներին։ Այո, նախ նշենք, որ այսօր մարտի 11-ն է, օրը 3 շաբթի եւ մինչեւ հոբելյարներին անդրադառնալը նշեմ, որ 1978 թվականի հենց այս օրը Երևանում կայացավ Զինվորն ու փիղը ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Զինվորն ու փիղը ֆիլմի սցենարի հիմքում Բերլին հասած հայ զինվորի իրական պատմություն է, որին դեռ չէր հաջողվել մարտական որևէ գործողության մասնակցել եւ նրան հրամայվում է նորից թիկունք անցնել Երևանի կենտրոնաբանական այգու համար փիղ տանելու։ Այս ամենի մասին ֆիլմի ստեղծումից 3 տարի առաջ կինոռեժիսորը կարդացել էր Երևանյան թերթերից մեկում, եւ այդ անհավանական թվացող պատմությունն էլ կինոսցենարիստ Էդուարդ Ակոպովն ու Դմիտրի Կեսայանցը որոշել են կինոսցենարի վերածել։ Նկարահանումներն իրականացվել են Մերձ Բալթիկայում եւ Ռուսաստանում։ 78 թվականի մարտի 11-ին տեղի է ունեցել այս հրաշք ֆիլմի պրեմիերան։ 79 րոպե տևողությամբ ֆիլմը Դմիտրի Կեսայանցի կինոմտածողության յուրօրինակ ոճի եւ ստեղծագործական անկեղծության շնորհիվ լայն ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Սովետական միությունում, այլև երկրի սահմաններից դուրս։ Նշենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող Զինվորն ու փիղը ֆիլմում Մհեր Մկրտչյանը մարմնավորել է զինվորի Արմենակի դերը։ Դե անցնենք առաջ, ասենք, որ այսօր մարտի 11-ը նաև Հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի հիշատակի օրն է։ Նրա ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ նոր էջ բացվեց։ Դրվեց ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը։ Չուխաջյանի շնորհիվ գործածության մեջ մտավ հայ կոմպոզիտոր հասկացությունը։ Չուխաջյանը կոմպոզիտոր լինելուց բացի նաև դիրիժոր, մշակութային հասարակական գործիչ էր։ Նա մշտապես պայքարել է հայ ազգային մշակույթի զարգացման համար, իր մասնակցությունն ունենալով հայկական ազգային երաժշտական մամուլի երգչախմբերի երաժշտական թատրոնների ձևավորման գործում։ Չուխաջյանի ստեղծագործություններում հիմնադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության եւ արևմտյան դասական երաժշտության ձևերը։ Հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան Արշակ II-ը, Զեմիրե օպերա հեքիաթպատումը, Լեբլեբիջի հոր աղա, Հարիֆի խորամանկությունը, Քյոսե Քեյա օպերետները։ Ահա, եւ իհարկե անդրադառնալով օրվա խորհրդին շնորհավոր ենք բոլոր հոբելյարներին, հատկապես մեր հեռուստադիտողների շարքում, ովքեր տոնում են այսօր իրենց տարեդարձը, եւ մաղթենք շատ դրական, շատ անակնկալներով օր, որպեսզի ձեր բոլոր ցանկությունները հենց այսօր կատարվեն։ Եվ առավոտյան մեր շատ հետաքրքիր ավանդույթի համաձայն հիմա գնանք Երևանի փողոցներ եւ տեսնենք ինչ է կատարվում։ Իդեպ առավոտյան բավականին բաց էր, երբ ես էի գալիս հեռուստաընկերություն։ Հիմա տեսնենք ինչ վիճակ է։ Հիմա այդքան էլ այդպես չի, բայց այդքան էլ շատ խցանումներ չկան։ Ավելի շատ, այո, առաջին այսպես վթարներ չկան։ Դա շատ լավ է, այո։ Ավելի շատ կենտրոնացել են խցանումներն այնտեղ, որտեղ միշտ կան, բայց մի վթար կա, սա երևի Հերացի փողոցի վրա է, այո։ Այստեղ արդեն մի վթար կա եւ այդ վթարի հետևանքով, ինչպես տեսնում եք, բավականին երկար խցանում է Տերյան Աբովյան խաչմերուկները, նույնպես վթարի հետևանքով այդտեղ խցանված են։ Մաշտոց Պողոտան է այս պայդրությամբ խցանված, Աթենքի փողոցը, Գրիգոր Լուսավորիչ փողոցը նույնպես խցանված է, Իսակով Պողոտայում տեղ-տեղ կան մեքենաների զգալի կուտակումներ, Սարա լանջերով խցանված է եւ երևի թե այսքանը, այս պայդրությամբ, ահա, երրորդ մասի հատվածում նույնպես կա խցանումներ, ինչպես նկատում ենք Բագրատունյաց, Գարեգին Նժդե փողոցները։ Շենգավիթում կա։ Այո, այո, եւ Իսակովը բավականին լուրջ արդեն խցանված է այս պայդրությամբ։ Մի քիչ վերև բարձրանանք եւ Միասնիկյանը իջնող հատվածում կա կոնկրետ լուրջ խցանում։ Իհարկե Աճարյան փողոցում նույնպես խցանում կա այս պահին եւ Մասիվի շրջանում Գայի Պողոտա, Լվովյան, Մոլդովական նույնպես այս պահին ավելի շատ մոլդովական, այո, Նելսոն Ստեփանյան փողոցը
Հիմա Թոթովենցը խցանված է։ Սա է պատկերը այս պահի դրությամբ առավոտյան, դուք փորձեք շրջանցել, եթե հնարավոր է, իսկ եթե չէ, պարզապես ձեր ունեցեք այդ համբերությունը եւ մի շտապեք, մի դրսևորեք շտապողականություն, դա հանգեցնում է վթարների։ Եվ ես գիտեմ ինչքան անտանելի են դարձել այս խցանումները բոլորիս համար եւ ինչքան նյարդայնացնող, այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ, որպեսզի մնաք մեզ հետ, շարունակեք դիտել մեր ծրագիրը, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ դրական, հաճելի եւ այսպես շատ լավ առավոտվա սկիզբ է։ Այնպես որ մնացեք մեզ հետ, հիմա մենք կունենանք կարճատև դադար, որից հետո անպայման կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Վերադարձանք տաղավար բարելույց եւս մեկ անգամ բոլորին եւ ավանդույթին համաձայն մենք պետք է նաեւ ողջունենք մեր Ադրինային, բայց մեր Ադրինեն այսօր մի քիչ վատառողջ է, այս պահին ջերմ բարևներ ենք ուղարկում նրան, Ադրինե ջան, քո տեղը այստեղ շատ է երևում, շուտ առողջացի եւ վերադարձիր եթեր։ Այո, մեր ամբողջ սերն ու ջերմությունը ուղարկում ենք սիրելի Ադրինե եւ հուսով ենք շատ, որ վաղ արդեն շատ լավ կլինես եւ անկախ ամեն ինչից հոգ տար քո մասին, որովհետեւ մենք քեզ շատ ենք սիրում։ Այո, դու ես այստեղ մեր մասին ես հոգ տանում, այնպես որ խնդրենք այսօր քո մասին հոգ տանես, շուտ լավանաս եւ վերադառնաս տաղավար։ Իսկ մենք շարժվենք առաջ եւ նշենք, որ երեկոն պետք է ավարտել լավ տրամադրությամբ եւ հետաքրքիր շրջապատում ընտանիքի կամ ընկերների հետ միասին։ Չմոռանանք այս ամենին նաեւ ներառել ու ներգրավել Իջևանի գինու գործանի կողմից առաջարկող գինիների հրաշալի տեսականին, որոնք այս գարնանային երեկոները կդարձնեն ավելի ջերմ եւ հաճելի։ Այո, եւ գինու հետ չենք մոռանում իհարկե պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ անարատ կաթից պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Solar Center-ն առաջարկում է արևից վերցնել ոչ միայն ջերմությունը, նաեւ լուսավորությունը, ինչը հասանելի է դարձնում բոլորիս համար հենց Solar Center-ն իր արևային համակարգերով, որոնք շատ արագ կտեղադրվեն եւ կապահովեն ընտանիքում ջերմությունը, լուսավորությունը եւ լավ տրամադրությունը։ 8106 այս կարճ համարով զանգահարում եք, ստանում եք բոլոր հարցերի պատասխանները, իսկ եթե ապառիկ եք ցանկանում ձևակերպել, ապա 0% կանխավճար, 0% տոկոսադրույք եւ ցանկության դեպքում առաջին 3 ամիսները վճարում է հենց Solar Center-ը։ Իսկ Tramontina բրենդը, որը բրազիլական է եւ հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար, հասանելի է նաեւ հայ սպառողին։ Կարող եք գնալ լավագույն սուպերմարկետներ եւ ձեռք բերել Tramontina-ի ամբողջ ապրանքատեսականին, քանի որ դա թեթևացնում է հոգսը խոհանոցում եւ կերակուր պատրաստելը դարձնում շատ հաճելի եւ շատ հարմարավետ։ Շարունակելով այս մեկամսյա տրամադրությունը, որը սիրով իհարկե նվիրված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, օգտվելով առիթից ուզում եւս մեկ անգամ շնորհավորել բոլորին Սոնակո գլխավոր Եվ իհարկե ուզում եմ էլի ու էլի թող այս գարնանուն յուրաքանչյուր առավոտը բացվի խաղաղ, գեղեցիկ եւ կանանչ ժպիտներով, որտեղ դա շատ կարեւոր է։ Հավատացեք, յուրաքանչյուր կնոջ ժպիտ դա տղամարդուն տալիս է շատ մեծ ուժ, որպեսզի սարեր շուռ տա եւ արևներ բացի։ Այնպես որ այսօր էլ առաջարկում ենք այդ տրամադրությունը պահել եւ սիրելի գեղեցիկ սեռ ուզում ենք ձեզ նվիրել եւս մեկ անգամ վայելելու համար էլի հրաշալի կատարում Թաթա Սիմոնյանի կողմից մարտի 8 այս պահին։ Այսօր տոնն է իմ ամենասիրած, թույլ տվեք երգս նվիրեմ կանանց, ու ամբողջ կյանքում լուր ասպետաբար սիրեմ ու սիրով ծառայեմ նրանց, բայց եթե չլիներ մայրը, չեր լինի ծառը կենաց, ու ամեն տարի գարնանը ավելի կոնկրետ մարտի 8-ին ես պիտի լինեմ անպայման տանը իմ սիրելի մայրիկի կողքին մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ես սիրել եմ ու սիրելու եմ միշտ
դե կանանց հարցում սերն է մենակ ճիշտ Ձեր գրկում կյանքս գլորվեց գնաց Ես սիրում եմ ողջ աշխարհի կանանց Բայց եթե չլիներ մայրը Չեր լինի ծառը կենաց Ու ամեն տանի կանանը Ավելի կոնկրետ մարտի ութին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց նորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Այո, ես մեկ անգամ շնորհավոր այս գեղեցիկ ուրախալի տոնի կապակցությամբ ժպտացեք սիրելի մայրեր, դա շատ կարևոր է ձեր ժպիտը տալիս է մեզ հնարավորություն, որպեսզի ցանկացած տարիքում էլ մեզ զգանք մի քիչ երեխա եւ ստանանք այդ ջերմությունը մայրական, դա շատ կարևոր է։ Այո, կրկին շնորհավոր ենք բոլոր կանանց եւ աղջիկներին հատկապես համակարգում աշխատող կանանց, որովհետև իրենք չունեն հանգստյան օրեր եւ նույնիսկ մարտի 8-ին են աշխատել, չգիտեմ, ուժ աշխատողները, փրկարարները, ներքին գործերի նախարարության աշխատակից կանայք, այնպես որ բոլորին շնորհակալություն եւ ինչքան գեղեցիկ է կանանցով աշխարհը Սուրեն, երևի դու այդ մասին մի քիչ ավելի երկար խոսես, որպես եսպես միակողմանի չհնչի կարծիքը։ Չէ, ես համաձայն եմ, որովհետև դա շատ կարևոր է կնոջ դերը, հա, կերպարը ընդհանրապես եւ քաղաքականության մեջ եւ բոլոր գործերում։ Դա տալիս է ջերմություն, գեղեցկություն, ծաղկի տպավորություն եւ տրամադրություն եւ համերաշխություն, որովհետև երբ որ տղամարդիկ են, ինչպես ասում է, հա, Ջեյմս Բրաունը, սա տղամարդկանց աշխարհ է, բայց այն ոչինչ է առանց կնոջ։ Եւ դա շատ ճիշտ է ասված, այս աշխարհն առանց կնոջ ոչինչ է եւ հենց կինն է տալիս այդ ջերմությունը, իդեպ ասեմ, որ նաև կինն է շատ պատերազմների, ինչպես ասում են, պատմությունը ցույց տվեց, հա, նաև սկիզբը լավ է։ Արդեն դե Կլեոպատրայի պատմությունը թերթենք անցնենք առաջ, ամեն ինչ շատ լավ է։ Այնպես որ փորձեք սիրելիներս ժպտալ միշտ եւ այս գարնանային տրամադրությունը եւ գարնանային օրերը ձեր գեղեցկությամբ ժպիտներով ել ավելի շատացնել, դա շատ կարեւոր է յուրաքանչյուրիս համար, առավել եւս այն ինչ որ հիմա կատարվում է ամբողջ աշխարհում, ես կարծում եմ եթե կանանց մատը մի քիչ ավելի շատ խառը լիներ այս աշխարհի հետ կապված ամեն ինչ էլ ավելի գեղեցիկ կլիներ։ Համաձայն եմ շատ եւ իհարկե կանանց անդրադառնալով պետք է անպայման նշել, որ համակարգում աշխատող կանայք իհարկե բոլորը շատ գեղեցիկ են եւ գեղեցիկ են նույնիսկ կանայք, ովքեր աշխատում են այնպիսի մասնագիտություն ընտրել կամ այնպիսի գործ անել, որը մեր հասարակության կարծիքով ավելի տղամարդկանց է հատուկ։ Եվ կոտրելով կարծրատիպերը կարծում եմ հենց այս կանայք են փոխում աշխարհում որևէ բան եւ ավելի դրական են դարձնում։ Եվ մեր ես հայկական եմ էջում մենք անդրադարձել ենք այս անգամ վարորդ կնոջ եւ շատ հետաքրքիր ռեպորտաժ ենք պատրաստել, որ առաջարկում եմ հենց հիմա դիտենք ու վերադառնանք։
Տանը կին վարորդի աչքերով միշտ գեղեցիկ է եւ ոչ միայն ինձ թվում է կին վարորդների, այլ բոլորի աչքերում գեղեցիկ է, բոլորի սրտում գեղեցիկ մերն է։ Վարորդ որոշեցի աշխատեմ, որովհետև սիրում եմ մեքենա վարել, իսկ կոնկրետ տրոլեյբուս ուղղակի պատահաբար ստացվեց Գովազդի տեսաքաղաքապետարանի էջում, զանգել եմ մանրամասներին ծանոթացել եմ, մոտեցել եմ։ Ու արդեն դասընթացներ, հետագայում վարորդական իրավունք ու անցել եմ աշխատանքի։ Ընտանիքի անդամները շատ լավ ընդունեցին, չզարմացան, որովհետև իրանք գիտեն, եթե մի բան մտքից դնեմ կանեմ, հետո ճիշտ ասած, այնց հատուկ արձագանքներ չեղան։ Շատ սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ կոնկրետ վարորդի աշխատանք, վարորդ, մեքենա վարել, բնականաբար մեր տրոլեյբուսներն շատ հարմարավետ են, շատ լավն են, հաճույքով վարում եմ, չի հոգնացնում, հաճելի է։ Ամեն աշխատանք իր դժվարությունը ունի, բայց տենց ինչ-որ հատուկ դժվարություններ չեն եղել, որ հաղթահարվի։ Ուղևորները ինձ տեսնելիս զարմանում են դեռ, մեծ մասը իհարկե արդեն տեղյակա, մեծ մասը գիտեն, մեծ մասը ոնց որ մշտական ուղևորներ են, արդեն ծանոթ են, բայց դեռ զարմանում են, ուրախանում են, զարմանում են, հետաքրքիր դիմելաձևեր ամեն օր ալինում, ընկեր ջան, աղբերս, վարորդ ջան, սենց, հետո նոր տեսնում եմ, վայ կներեք, ասում եմ ոչինչ, նորմալ է, մարդիկ հետևի դռնից իջնում են կամ մոտենում են, չեն տեսնում ով է։ Երևանի երթևեկության մեջ երևի թե շատ բան կա փոխելու, ճիշտ ասած երևի թե փոխելու, չգիտեմ, հնարավոր լինի, չլինի, մեքենաներն են ուղղակի շատ, մի քիչ ուղղակի ավելի հանգիստ քշել։ Մեր վթարները շատ են, ցավոք սրտի, մի քիչ որ հանգիստ երթևեկություն լինի կամ տեղեր կա գծանշումներ եւ բայց այդ ավելի շատ երևի թե վարորդների այդ հանգիստ քշելը, զիջելը ուղղակի քիչ շատ լինի։ Կին վարորդները երթևեկության մեջ ինձ թվում է ավելի հանդուրժող են, ավելի հանգիստ են, ու ամեն դեպքում համեմատած տղամարդ վարորդների, իրանք միշտ շտապում են տղամարդ վարորդները, միշտ փորձում են իրանք անցնել, իրանք շուտ գնան, ամեն դեպքում կանայք ավելի հանգիստ են։ Կնոջ տղամարդու աշխատանք ասվածի հետ համաձայն չեմ կարծում նենց աշխատանք լինի, որ կինը չկարողանա անի։ Խոհարար եմ աշխատել, խոհարարի օգնական, աշխատել եմ պոլիտեխնիկում նաև, էլի խոհարարի օգնական։ Ասենք տրոլեյբուսին։ Աշխատանքների միջից երևի թե ամենահոգեհարազատը վարորդի աշխատանքն է իմ համար։ Դեռ կմնամ որպես վարորդ, հետո կյանքը ցույց կտա։ Ինձ թվում է բոլորն էլ մի երազանք ունեն, խաղաղություն լինի ամենաառաջինը։ Մնացածն էլ ինչ երազանքներ էլ ունեմ, հերթով հասնում եմ։ Խաղաղություն ամենակարևորը։ Հայկինը շատ ուժեղ է, միշտ ցկտող, գեղեցիկ, ամենագեղեցիկները։ Ամենասիրելի ժամը առավոտյան մինչև խցանումների սկսվելու ժամն է, որ ազատ է փողոցները, հանգիստ է, ու արդեն սկսվում է մեր խցանումները։ Երևանցի վարորդներին խորհուրդ կտամ ուղղակի մի քիչ հանդուրժող լինեն, մի քիչ զիջող։ Իմ ուղևորներին շնորհակալ եմ միշտ լավ արձագանքների համար, վատ ուղևոր դեռ չեմ ունեցել այսքան ժամանակ։
Ճիշտն ասած, սկզբից որ սովորում էի, սովորելու ընթացքում մտածում էի իր այդ շտանգաները դնելը կդժվարանամ կամ մի քիչ մտածում էի ամոթ է, ինչ-որ։ Բայց հետո սովորեցի շատ շուտ։ Միևնույնն է, որ հասկանում ես դու պետք է անես, արդեն դու սովորում ես։ Շատ հեշտ է հիմա ավելի։ Ահա, թող կանանց իրավունքները միշտ պաշտպանված լինեն եւ եթե հանկարծ հանդիպում ենք որևէ աշխատանքի, որը կինն է կատարում եւ մեզ համար դա կարծրատիպային է, ոչ թե այսպես զգուշանանք կամ, չգիտեմ, քննադատենք, այլ հակառակը, փորձենք օգնել եւ ինչ-որ բարի գործ անել, որպեսզի իր գործը հեշտացնենք, որովհետեւ ինքը իր ոլորտում անում է այն, ինչը նախկինում ոչ մի կին դեռ չի արել կամ քիչ կանայք են արել։ Դե ինչպես ասեց Սոնան, այո, այդ հարցում լինենք ավելի աջակից եւ ուշադիր, իսկ այս պահին էլ կունենանք դադար, որից հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք եթերը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մի անգամ դպրոցում 2 վերջին պահապանը ընտանեկան ֆիլմը մարտի 13-ից կցուցադրվի մեծ էկրանին։ Սիրված մի անգամ դպրոցում ֆիլմի երկրորդ մասը սպասված իրադարձություն է եւ այսօր խոսելու ենք հենց այս ֆիլմի մասին։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում են դերասան Արա Սարգսյանը եւ սցենարիստ Նարեկ Ավագյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Ոնց ենք։ Լավ, դուք լավ լինեք։ Հրաշալի։ Դե մի անգամ դպրոցում հերիք չի, մի անգամ էր, հիմա արդեն երկրորդ անգամն է հասկանում։ Երկրորդ անգամ, բայց մի անգամ։ Երկրորդ անգամ մի անգամ էլի։ Դե անհրաժեշտությունը կար ինձ թվում է, որ երկրորդ։ Այ լավ ասեցիք, սկսենք դրանից, ոնց հասկացաք, որ անհրաժեշտությունը կար։ Ինձ թվում է սցենարիստից պետք է սկսել։ Ոնց Անհրաժեշտության գաղափարը։ Դե առաջինի հաջողությունը սպասված լինելը, սիրված լինելը, հետո երբ որ ինչ-որ լավ բան անում ես ու զգում ես պատասխանը, ճիշտ ասած, տեղ կան փոքրիկ էգոիստական հատված էլ, որ դու էլ ես ուզում նորից անես։ Այդ լավ բանից, իսկ հետո իր հաջողությունը ասելով կարելի է ուղղակի տենց ինչ-որ թվեր, եթե հետաքրքիր է, չգիտեմ 4-6 միլիոն YouTube-ում դիտում են դեպքում, երբ որ մինչ այդ հեռուստատեսության մի քանի անգամ ցուցադրվել է մի տարուց ավել մեծ էկրաններ եւ այլն, նամակներ, շնորհակալական նամակներ գրադարան, որ ասում է, որ ֆիլմից հետո Դոն Կիխոտի նոր խմբականակ ենք ստացել եւ այլն, ինչ որ տենց մամաներ նկարներ, որ իրանց երեխան գիրք է կարդում, այդ ամեն ինչը վերում է դες հավաքական են էմոցիաների, որ ուզում ես նորից դրա մեջ լինես ու փառք Աստծո ստացվեց հուսանք երկրորդից հետո նորից կունենանք այդ հրավառություն էմոցիաների։ Բայց մի քիչ էլ հետ գնանք, էլի, ոնց սցենարը ծնվեց, ոնց գրեցիք։ Եվ հետո ինքը ֆանտաստիկայի ժանրից է, եւ ես կարծում եմ ավելի բարդացնում է, չէ՞։ Հետաքրքրացնում է եւ միևնույն ժամանակ բարդացնում է։ Մասամբ հիմա ասեմ, նախ սկսենք ժանրից, ինքը տեսեք առաջինում կար ֆանտաստիկա ձեր ասած մի մաս, որը վերջում պարզվեց, որ ընդհանրապես այդպես չի, որտեվ այնտեղ գրքերը խոսում են երեխաների հետ, եթե չեք տեսեք կամ չեք հիշում, ամեն դեպքում ասեմ։ Իսկ վերջում պարզում է, որ այդտեղ ոչ մի ֆանտաստիկա չկա, երբ դու գրքի առաջ բացես, երբ դու իրոք ուզում ես այդ գիրքը կարդալ, ինքը քո հետ զրուցում, այսինքն այդ մեր փոքր ժամանակից կհիշենք, չէ՞, պարտադրված ընթերցանությունը ինչ դաժան է, որտեղ այդ կապը չկա, այդ ցանկությունը չկա ու առաջ չի գնում։ Իսկ երբ դու սիրում ես, չես էլ հասկանում, հələ հաճախ ինչ-որ գիրք կիսատ ես թողնում, որտեղ չես ուզում վերջանա։ Այսինքն այդ ֆանտաստիկան իրականում այդքան էլ ֆանտաստիկա չի, այլ հենց իրականությունն է, որ երբ որ մենք բաց ենք, երբ որ մենք իրոք ուզում ենք մեր այդ զրույցը, այո, գիրքը կարող է մեզ այդ զրուցել։ Իմաստն է դա, իսկ սցենարի միտքը նախ սկսվեց նրանից, որ ուզում ենք ինչ-որ նմանատիպ ֆիլմ ունենանք, ընտանեկան։ Հաճախ ասում ենք մանկապատանեկան, որտեղ երեխաներ են, իրանց մասին է ավելի շատ, բայց ես իրան համարում եմ ավելի շատ ընտանեկան, հենց որտեղ նախ կա ծնող երեխա հարաբերություններ, փոխհարաբերություններ, իրար հասկանալ, չհասկանալ, ինչպես
չեմ ասի ծնողավարության կանոններ, մի քիչ տենց բարձր բառերից չխոսամ, ամեն դեպքում այդ ժամանցի մեջ մենք փորձում ենք դնել նաև ինչ-որ սիրուն արժեքներ, գեղեցիկ բաներ, որ ու նաև քննարկելի, որ հիմա ոնց ամեն մարդ իր հեռախոսի մեջ ինչ-որ հետաքրքիր բան տեսա, ես կուղարկեմ ձեզ, մի հատ սրտի կամ ժպիտ, վсё, մեր շփումը այդքան, հա, իսկ այս ֆիլմը ինձ թվում է առիթ կտա, որ ընտանիքը զրույցի կարծիքներ, երեխան, ծնողը, մի խոսքով, չգիտեմ, ինձ թվում է լավ բան է, միտքը ծնվել է այդտենց, ինչ-որ լավ բան անելուց։ Նաև կրթող է ֆիլմը։ Հա, մենք ուղղակի էլի այդ ամեն ինչը փորձում ենք անենք ժամանցով, որտեվ այդ չոր խրատներն ուղի խոսքը հակառակ էֆեկտ է հաճախ տալի։ Ուզում ենք ցույց տանք, որ լավ է խելացի լինելը ու այ սենց է լավ։ Այսինքն պրակտիկ օրինակ, ոչ թե որ մի օր, որտեվ երեխաները կարճաժամկետ պերսպեկտիվա ունեն, մի օր իրանց հետաքրքիր չի։ Պետք է ցույց տաս, որ այսօր քեզ այս օգուտը կարա տա, ինձ տենց է թվում։ Պարոն Սարգսյան, ձեր դերակատարումները շատ ֆիլմերում կա։ Այս ֆիլմը ինչով է առանձնահատուկ, որպես հենց դերակատար ֆիլմում, որպես դերասան, որպես արտիստ մասնակցություն ունեցող, ինչով կառանձնացնեք հենց այս ֆիլմը։ Նախ առաջինը իհարկե նաև առաջի սերիայի հետ կապված արժեքներ փոխանցող հետաքրքիր առեղծվածային, ասենք, ձևերով դա անել էլի առաջի սերիայում կար եւ երկրորդում էլ շարունակվում այդ ամեն ինչը ես շատ հավանեցի այդ առաջի սերիայում որ երեխաների վերադարձը դեպի գիրքը, որը որ շատ եւ հետո նաեւ պրեմիերայից հետո հանդիսատեսն էր նման գնահատական տալիս էլի ֆիլմին։ Երկրորդը շարունակում է նույն բանը, արժեքների փոխանցումը, արժեքների պահպանումը եւ լավն է նա որ Վաչիկ պապը վերջում փոխանցում է այդ արժեքները փոխանցում է նոր սերնդին, էլի։ Հա։ Իմիջայլոց հանդիսատեսը շատ լավ ընկալում է այդ ամեն ինչը, շատ հավանում է ու ինքը տեղ է հասնում, այդ ճշմարտությունը տեղ է հասնում։ Դե Վաչիկ պապիկն էլ իր համար փոխանցողն է այդ ամեն ինչը, այդ արժեքների, այդ առեղծվածային պատմությունների մեջ երեխաների Դոն Կիխոտի հետ միասին, էլի շատ հետաքրքիր է ինքը, շատ սիրուն է էլի այդ ամեն ինչը։ Ինչ է տանում իր հետ տուն արդեն հանդիսատեսը, երբ որ դիտում է ֆիլմը։ Ահա։ Դե ասեցի, որ առաջի սերիայում տանում է այդ հաճույքը, որ ստանում է եւ նաեւ այն ճշմարտությունը, որ ոնց կարելի է վերադառնալ դեպի գիրքը։ Այ գիրքը խոսում է։ Նարեկը նշեց իր խոսքում, որ եթե գիրքը վերցնում ես, բացում ես ու մի երկու թերթ կարդում ես ու սկսում է այդ process-ը, որ կարող է գիրքը քեզ հետ խոսել։ Ընդհանրապես պետք է վերցնել գիրքը եւ մի երկու էջ գոնե փորձել կարդալ եւ դիալոգը գտնել։ Այո, եւ սկսի դիալոգը։ Այ սա էլ շատ հետաքրքիր է, էլի։ Սա էլ շատ հետաքրքիր։ Իսկ երկրորդում Նարեկը ավելի հեռուներն է գնացել։ Այսինքն, բայց ես կարծում եմ, որ անկախ այդ առեղծվածային երևույթներից բանից իր մեջ շատ ճշմարտություն կա, որ հենց այդպես էլ եղել է, էլի, այսինքն եղել են եւ Տիր Աստվածը, որը որ փոխանցել է այդ ամեն ինչը մեր ժողովրդին, եւ եղել են դավաճաններ, որոնք որ խանգարել են այդ ամեն ինչին, ու այս հետաքրքիր բանի մեջ ես ճիշտն ասած մի քիչ ավելի գնում եմ, գիտեք ինչի, իրական հեքիաթ։ Ինձ համար սա իրական հեքիաթ է, էլի, որտեվ ամեն ինչ ունի իր մեջ, եւ ունի անցյալը, անցյալի ճշմարտությունները, հա, եւ դավաճանությունները, եւ կենցաղ կա սրա մեջ կան էլի ընտանիքներ, բան, գործող անձինք դպրոցից, նույնիսկ Դոն Կիխոտը գալիս է մասնակիցա լինում իր ճշմարտություններով այս ամեն ինչին, ու սենց լավ իրար խմորելով այդ ճշմարտությունը տեղ է հասնում, որը որ շատ հաճելի է դիտել է, ինձ թվում է։
Քանի որ ընդամենը 2 օրից ֆիլմը կլինի մեծ էկրանին եւ կհանձնվի հանդիսատեսի դատին, կուզեմ ստեղծագործական ընթացքից էլ մի քիչ պատմեք, օրինակ ռեժիսորի հետ աշխատանքը, գրեցիք սցենարը եւ սպասել եք արդյունքին, թե միջամտել եք, ընթացքին մասնակցել եք, ինչպես է ընթացել։ Իդեպ այո, 2 օրից ամսի 13-ին առաջնադիտում, պրեմիերա, բոլոր կինոթատրոններում, տոմսերը արդեն իդեպ վաճառքի են։ Ռեժիսորի հետ այո, ռեժիսորը Հարություն Նախալավյան, մենք Հարութի հետ աշխատել ենք տարբեր պրոյեկտերում, այս մեր առաջի փորձը չի, բացի ֆիլմերը, նախ առաջինն էլ էր ինքը նկարել, ես այդ առումով մի քիչ դժգոհ եմ, բանի Հարութից չէ։ Լավ չէր նկարել։ Հարութից չէ։ Կանոն, նկարանման հրապարակում գտնվելուց սցենարիստները որպես կանոն այնտեղ չեն լինում, իսկ ես այնտեղ եմ։ Բայց դա ճիշտ է։ Չգիտեմ, դե հա, ամեն դեպքում, բայց այդ ամռան շոկ օրերին բան կարելի է։ Այդ առումով Չէ, Հարութից գոհ ենք, այդ առումով երկար աշխատել հենց այդ առումով է շեշտում, որ ինչ-որ առումով կա սինխրոնիզացիա։ Այսինքն հաճախ մենք նույն հաճախականությունների վրա ենք ու մեր մոտ տեղի են ունենում զուտ քննարկումներ, հարց ու պատասխան, որը ինձ թվում է ավելի քան բնական ու նորմալ է, մեզ մոտ չկան վեճեր, կա բան, որը սցենարիստը մի քիչ խնդիր ունեցող մարդ է այն առումով, որ երբ որ դու մեջն ես, դու գրել ես, դու ամեն ինչ գիտես, շատ հաճախ այն ինչը քեզ համար ակնհայտ է, կարող է ընդհանրապես հասկանալի չլինի։ Որտեվ դու այդ մի քանի տարբերակ հետո մի տող ընդեղ ջնջել ես, շարունակությունը քեզ էլի շարունակում է մնալ պարզ, բայց մյուսներին պարզ չի, որտեվ այդ տողը արդեն չկա։ Ուրեմն ասեմ, այդ առումով Հարութի հետ շատ հեշտ է, իր պահանջներն էլ նես չի, որ քիչ են, որակ ստանալու։ Իսկ դերասաններից գոհ եք։ Շատ։ Որտեղ շատ անգամ դերասանները փոխում են տեքստերը, հարմարեցնում են հավելին, տեսեք, դա այդ սցենարիստների համար մեծ խնդիր է։ Ես անկեղծ ասեմ, ես այդ առումով շատ բան եմ, համեստ եմ, ես չունեմ այդ էգոիզմի կամ, չգիտեմ, բաները, այս պստիկ սատանաները, ցանկացած բան, որը կօգնի ֆիլմին, ես կողմ եմ։ Հրապարակում, եթե դերասանն ասի, որ այս հնչյունը սենս ու խնդիր կա, ես պարտադիր լսում եմ, պարոն Սարգսյանը կհաստատի։ Ես դեմ եմ փոփոխություններին չնախատեսված այն տեքստերի, որոնք ունեն շարունակություն։ Եթե ժամանակը կերիկի կամ պստիկ օրինակ բերեմ, նույն սիթքոմերում մենք ունեցել ենք, ասենք, բան, սերիա, որի ընթացքում կերպարը տարբեր տեղեր է գնում, օրինակ, չգիտեմ, անընդհատ իրան հիմա օրինակ եմ զուտ բերում, ասում են գազար, վերջում գալիս է իրանց տան դիմաց ծախում են գազար ու ինքը տրաքում է դրանից։ Ու դերասանները որոշել են, որ գազարը ծիծաղալու չի։ Մեկը գազար ասում, մեկը բազուկ, մեկը էս, մեկը են, մեկը են ու վերջում այդ քանդվում է։ Այսինքն չաշխատեց հումորը։ Եթե այտենց խնդիր չի, դերասանները ունեն ազատություն, թող հարմարեցնեն, թող օրգանական լինի, եթե դերասանը չհավատաց ու չուզեց, միևնույնն է արդյունքում այդ կերևա ու այդ լավ չի լինի, դրա համար ես դերասանների կողմից եմ։ Դերասանների կազմը կարող ենք նշել ովքեր են, բացի իհարկե, ուղղակի բան բոլորին անուններով որ չնշենք թող ներեն մեզ, Մկրտիչ Արզումանյան, Վահագն Գալստյան, Անահիտ Մանուկյան, Սամսոն Սարգսյան, Ստեփանյան կներեք, այ դրա համար չեմ սիրում էլ ես անունները։ Լավ, չտանջենք։ Եվս մեկ հարց, Նարեկ, մեծ ֆիլմի համար, հա, մեծ ասակների համար նախատեսված ֆիլմերի համար սցենարը գրելը մեկ այլ բան է, երեխաների համար մեկ այլ, որտեղ երեխաների համար երբ որ սցենար ես գրում, պիտի բախվեն ճշմարտությունը եւ հեքիաթը։ Եվ երեխաների համար պիտի լինես մատչելի, հասկանալի, բայց միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր, որովհետեւ դուր չեկավ, երեխան կարող է միանգամից ասել, որ լավ է չի, շատ պարզ եւ հասկանալի ձևով։ Դժվար է ձեզ այս ոլորտում ստեղծագործել։ Այդքան էլ չէ, որտեվ այս երբ որ սիրով ես անում, ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ է դառնում, որտեվ ձեր մանկությունից բան չեք բերում ֆիլմ։ Գուցե, գիտեք, բաներ կա, որ անկախ քեզանից է, գուցե դու բերում ես, բայց չես էլ նկատում։ Այ որ ցենց հիշելով, որ այսպես մի բան ինձ հետ եղել անեմ, կարծում եմ չէ, բայց որ ենթագիտակցորեն կբերես, ինձ թվում է հա։ Ուղղակի քանի որ ես էլ եմ ծնող, ես այդ պատասխանատվությունը արդեն զգում եմ, ինձ համար գուցե այդ առումով է հեշտ, բայց ինքը մենակ մանկական չի, հենց այդ է, էլի։ Յուրաքանչյուր նկարիչ միշտ իր նկարների մեջ մի անկյունում խառը կերպարների մեջ իրեն նկարում է։
Մենք գիտենք դա համաշխարհային մեծությունների բոլոր նկարներ։ Իսկ սցենարիստը ինչ որ կերպար կա, որ ինքը իրեն է այդ կերպարը տեսնում։ Գուցե լինեն, ես անձամբ այդ բանը չեմ անում, որտեվ ես ավելի շատ տարածվում եմ ամեն մեկի մեջ։ Իմ միջի ես նախ ընկալում եմ, որ մարդու մեջ ամեն ինչից գուցե մի քիչ կա, հակառակ դեպքում չէ սցենարիստը տենց մենակ սուպերմենը կդառնա։ Ես դրական կերպարի մեջ կգնայի այն ինչի մեջ դրական կա, գուցե բացականի մեջ մի մասնիկին բացականից, այսինքն տարածում ես բոլորի մեջ ինչ-որ առումներով, էլի, այ ես ամեն դեպքում դու տենց ես հորինում։ Այ ես այստեղ ոնց կանեի, հետո նոր համեմատում ես այդ կերպարը ինչքանով է քո նման ու քո պես կվարվեր, թե հակառակը ու կանի լրիվ ուրիշ բան։ Ինձ թվում է տենց ավելի շատ բոլորի մեջ մի քիչ։ Եվ մի քիչ առաջ ընկնելով հարցնեմ, երրորդի գաղափար արդեն կա, թե կախված է երկրորդի հաջողությունից։ Կախված է երկրորդի հաջողությունից, բայց ոչ թե այն առումով, որ ինչ-որ բան ստացվում է, սկսում ես կոնվեյերային այդ լոգիկայի մեջ, չէ, այլ մարդիկ եթե պարզվի վատ բան ես արել, եղբայր հերիք է, պետք չէ այդ վատ բանը շարունակել, գոնե այդ տրամաբանության մեջ։ Եթե լավ բան ես արել, այո, թող լավ բաները շատ լինեն։ Շատ լավ, երկորից պրեմիերան է ֆիլմի եւ իհարկե արդեն ֆիլմի պրեմիերայից հետո առիթ կա ինչ-որ բան նշելու, գեղեցիկ աշխատանք, ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի Պուրկարբո գինին, Իջևանի գինոգործարանի, որը հաստատ թիմին եւս մեկ անգամ կհավաքի եւ կտա առիթը նշելու, եւ Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայանում է Հայաստանում խոհանոցային պարագաներով, սա մի փոքրիկ խոհանոցային պարագա, որը չգիտեմ ինչքանով է ակտիվ խոհանոցում, բայց հաստատ տանը պետք կգա։ Այնպես որ շնորհակալություն ձեզ այս առավոտի համար։ Մենք էլ եք շատ շնորհակալ։ Ֆիլմին երկար կյանք եւ մեծ հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ ենք, հաճելի էր։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս բոլորին, մի քիչ գնանք ֆիլմ աշխարհ, Սոնա, որովհետև այս ընթացքում գարնան հենց առաջի ամիսում արդեն իսկ շատ սթրիմինգային կայքանգերություններ ներկայացնում են նոր հեռուստասերիալները իրենց եւ վերջերս արդեն ես ավարտեցի դիտել ռուսերեն թարգմանությամբ կոչվում է «Ռասկաս-Սլուժանկի» 5-րդ սեզոնը եւ հիմա արդեն Hulu-ն կներկայացնի շատ շուտով արդեն 6-րդ եւ եզրափակիչ սեզոնը, ինչպես հայտարարված է, որ դրանով արդեն կավարտվի սերիալը։ Ես նշեմ, որ հենց այդ վերնագրով ֆիլմ կա, որը վաղուց է նկարահանվել, հենց հայտնի գրքի հիման վրա, բայց սերիալ ինձ համար շատ ավելի լավն է, որովհետեւ շատ իրոք շատ հետաքրքիր է, խորհուրդ կտամ դիտել, եթե դեռ չեք դիտել։ Չէ, Hulu-ն է ներկայացնում, կոչվում է «Ռասկաս-Սլուժանկի»։ Շատ լավն է։ Եվ Netflix-ը վերջապես արդեն ներկայացրեց եւ հանդիսատեսի դատին հանձնեց մի հեռուստանովել, սերիալ 6 թե 8 մասանի, որտեղ գլխավոր կերպարը մարմնավորում է Ռոբերտ Դե Նիրոն եւ կոչվում է 0 օրը։ Այնպես որ դեռ չեմ դիտել, բայց առանձնացրել եմ եւ համոզված եմ, որ բավականին տակրիր կլինի, որովհետեւ քաղաքական ինչ-որ գծեր կան մեջը եւ Դե Նիրոյի մասնակցությունը ֆիլմում համոզված եմ, որ բավական հետաքրքիր է լինելու։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ Դե Նիրոն վերջապես համաձայնվեց, սերիալում նկարվել, որովհետեւ Ալ Պաչինոն դա արել էր, բայց Դե Նիրոն դեռ ոչ, եւ արդեն ահա կա։ Դա սերիալ նայելու համար պետք է իհարկե շատ ժամանակ ունենալ կամ գոնե առհասարակ ժամանակ ունենալ, իսկ ֆիլմերի առումով Netflix-ը մի քիչ յետին պլան գնաց Օսկարից հետո, որովհետև քանի որ շաբաթվա սկզբին Օսկարը տեղի ունեցավ, դրանից հետո Օսկարյան ֆիլմերի քննարկումներ գնացին, իդեպ դու ունեիր առանձնացրած սիրելի ֆիլմ։ Ես ունեի Սուբստանցիան էր եւ դերասանուն, Դեմի Մուրին, որին շատ է ուզում որ Օսկար ստանա, որտեղ իրոք շատ գեղեցիկ ու շատ հիանալի խաղ էր ցույց տվել ֆիլմում, եւ դեռ չեմ դիտել, բայց ասում են, որ նաեւ բավական հաջողված է Բրուտալիստ ֆիլմը, որը նույնպես պիտի դիտեմ եւ 3 ժամ առանձնացրու։ Այո։ Կյանքից, որովհետեւ Կանկլավն էլ հետաքրքիր էր, բայց չվերցրեց Օսկար, եթե չեմ սխալվում։ Դե Կանկլավը բրուտալիստ չէր եւ սուբստանցիա չէր, որովհետեւ ինքը ավելի շատ ես կտայի հետաքրքիր պատկեր կամ գեղեցիկ պատկեր նոմինացիան, որովհետեւ շատ էսթետիկ էր ֆիլմը նկարված, բայց առաջին տեղում այո, սուբստանցիան երևի ամենամեծ ափսոսանքն է հեռուստադիտողների, ֆիլմասերների վաստակել, որովհետև իհարկե մենք բոլորս շատ ուրախ ենք Անորայի հաջողությունների համար, բայց ամբողջ համացանցը քննարկում էր հենց սուբստանցիայի եւ Դեմի Մուրի Օսկար չստանալը, որովհետև իսկապես ֆիլմը շատ լավն էր։ Իդեպ դիտեք նաեւ Կանկլավը, բավական հետաքրքիր է, եւ վերջերս դնելով Վենետիկում հենց Սիքստինյան կապելայում, որտեղ ամբողջ գործողություններն են
անցկացում, ասեն, որ այնտեղ չի նկարվել ֆիլմը եւ ընդհանրապես Սիքստինյան կապելայում ոչ մի ֆիլմ չի նկարվել, ընդհանրապես նկարանում չի արվել, այնպես որ դա իհարկե տաղավար է։ Այս պահին կարճատև դադար մեր տաղավարում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին։ Այո, շատ կարևոր թեմա, որը միշտ բարձրացնում ենք մեր եթերում եւ հորդորում բոլորին, որպեսզի հետևեն իրենց մարզավիճակին։ Երեք ես մարզվելով իհարկե մարզիչի հետ միասին նրա խորհուրդներն էի լսում եւ ինչ բացատրեց ինձ, որ շատ կարևոր է բնականաբար մարզումները, բայց շատ կարևոր է, եթե ուզում ես ստանալ այդ կատարյալ արդյունքը, նաեւ մարզումներին համընթաց ճիշտ դասակարգել օրվա սննդակարգը։ Եվ այս առումով նաև շատ կարևոր է մարզիչի ցուցումները, որովհետև սննդակարգը շատ հաճախ մենք ինքներս ենք փորձում կարգավորել, այս սա կուտեմ, այս ժամին սա չեմ ուտի, բայց ելնելով ձեր ֆիզիկական տվյալներից մարզիչը կարող է շատ ճիշտ ձեզ տալ խորհուրդներ, թե ինչպես սնվել, ինչպես անել եւ ինչպես մարզման ընթացքը կազմակերպել, որպեսզի արդյունքը լինի արդյունավետ, տեսանելի եւ հաճելի։ Դե ինչ մենք շարունակում ենք բացահայտել Hill սպորտային համալիրի խմբային մարզումները, որոնք 73-ից ավելին են եւ այսօր առաջարկում ենք ծանոթանալ եւս մեկին։ Կրկին բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, ես Hill սպորտային համալիրում եմ եւ այսօր անդրադառնալու ենք մի շատ առանձնահատուկ մարզաձևի։ Միասին բացահայտելու ենք ակվա աերոբիկան։ Այն հրաշալի համադրում է ջրի հանգստացնող ուժը եւ աերոբիկայի ակտիվ շարժումները։ Ակվա աերոբիկան ջրային մարզման տեսակ է, որի ընթացքում վարժությունները կատարվում են ջրի մեջ։ Մարզման արդյունավետությունը հենց ջրի դիմադրությունը հաղթահարելու մեջ է։ Աշխատում են մարմնի ամբողջ մկանները։ Ի տարբերություն այլ մարզումների, ակվայի ընթացքում հենաշարժողական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը մինիմալ է, այդ իսկ պատճառով ցուցված է մեջքի, ողնաշարի, հոդերի խնդիրներ ունեցողների համար։ Ինչպես նաև լավանում է մարմնի մաշկի որակը, տոնուսավորվում է այն, զարգանում է սրտանոթային և շնչառական համակարգը։ Կարող են մասնակցել բոլորը, անկախ սեռից և տարիքից։ Այս մարզաձևը ոչ միայն ուժեղացնում է սիրտանոթային համակարգը, այլև նվազեցնում է վնասվածքների ռիսկը ջրի դիմադրության շնորհիվ։ Շտապեք Hill սպորտային համալիր ձեր առողջ մարմնի ետևից։ Այո, ջրային մարզումները, առավելից խմբակային ջրային մարզումները հաստատ կտան արդյունքը եւ այդ ընթացքում բնականաբար նաեւ հետաքրքիր է ու շատ ակտիվ է անցնում, այնպես որ այցելեք Hill սպորտային համալիր, Լողավազանի դեպ շատ գեղեցիկ, շքեղ եւ շատ մեծ եւ բան չմնաց, ընդհանրապես 1-2 ամսից բացօթյա մեծ Լողավազան արդեն հասանելի կլինի եւ կարծում եմ այնտեղ շատ հաճախ նաեւ մեզ կտեսնեք։ Այո, եւ շարունակելով մեր եթերը, իհարկե անդրադառնալու ենք մեր ամենահետաքրքիր էջերից եւս մեկին, ես հայկական եմ, որտեղ մենք բացահայտել ենք շատ հրաշալի հայկական օծանելիքների բրենդ, Ժամհարյան բրենդը, որտեղ ի դեպ յուրաքանչյուր մարդ կարող է գտնել իր նախընտրած բույրը։ Շատ մեծ տեսականի ունի այս բրենդը, այնպես որ հենց հիմա ավելի մանրամասն ծանոթանանք եւ վերադառնանք։ Եվ 2017 թվականին մի
միջոցառման ժամանակ գործընկերներիցս մեկի հետ պատահական զրույցում իդեա առաջացավ, որպեսզի Հայաստանում եւս հիմնենք օծանելիքների արտադրություն, քանի որ վերջինս իմ ընկերը որը բնակվում է Արաբական Էմիրություններում, շուրջ 35 տարի զբաղվում է օծանելիքագործությամբ։ 2018 թվականին սկսեցինք արդեն նախապատրաստական աշխատանքները եւ 2019 թվականի հունիս ամսվանից արդեն մենք մտանք շուկա։ Օծանելիքների մասին այդպես շատ հիմնավոր տեղեկություններ չունեի, հիմնականում գնումները կատարում էի արտասահմանյան գործողումների ժամանակ, ինչու՞ չէ նաև Հայաստանում, սիրողական, քանի որ ինքս մասնագետ չէի, հիմա էլ ես կարող եմ փաստել, որ դեռևս յուրացնում ենք օծանելիքի եւ օծանելիք արտադրելու ամբողջ այդ գիտությունը։ Երբ որ ես ստացա առաջարկ Հայաստանում հիմնել օծանելիքներ, դա եղավ այն բանից հետո, երբ ես պատմեցի, որ մեր ընտանիքը, ազգը մոտ է եղել օծանելիքներին եւ դեռևս 1700-ական թվականներին պատրաստվել են տարբեր թուրմեր, յուղեր եւ սա որպես լեգենդ, սա որպես եղելություն փորձեցինք սրա վրա կառուցել հայկական առաջին օծանելիքների արտադրությունը Հայաստանում։ Սկզբնական շրջանում եւ ինչու՞ չէ նաեւ հիմա մենք օգտվում ենք պրոֆեսիոնալ մասնագետների խորհուրդներով, չնայած ես ինքս ներկա պահին սովորում եմ օծանելիքի պատրաստման նրբությունները եւ երկու մեծ պրակտիկա եմ անցել Ֆրանսիայում, բայց սա այն ոլորտն է, որ ինչքան ուսումնասիրում ես, այնքանով հասկանում ես, որ շատ մեծ աշխարհ է եւ այն յուրացնել մի քանի տարում գրեթե անհնար է։ Մեր պարֆումերները, որոնց անվանում ենք քիթ, հրավիրում ենք Եվրոպայից եւ Արաբական Էմիրություններից, քանի որ ունենք օծանելիքի տարբեր շարքեր, արևելյան, արաբական, խիստ արաբական կամ խիստ արևելյան, եվրոպական, ունենք երկու օծանելիքագործներ, պարֆումերներ, որոնք ժամանելով Հայաստան ստանում են այդ հեղուկը եւ այնուհետեւ կատարվում բնականաբար մյուս աշխատանքները, դա սառեցում, շշլցում եւ փաթեթավորում։ Հավանաբար գիտեք, որ բոլոր օծանելիք ստեղծող, օծանելիք արտադրող կազմակերպությունները չեն արտադրում հումքեր։ Հումքերը դրանք ձեռք են բերում այլ գործարաններից եւ արդեն պարֆումերի անմիջական միջամտությամբ ստեղծվում է այդ բույրը եւ այդ օծանելիքը։ Մենք նույնպես ձեռք ենք բերում եվրոպական երկրներից մեր օծանելիքի հումքերը։ Պարֆումերները ժամանում են Հայաստան, ստանում ենք պահանջված այն բույրերը, այնուհետև ֆոկուս խմբերի միջոցով փորձում ենք հասկանալ ազգաբնակության որ տարիքն է հավանում այդ բույրերը եւ դրանք արդեն ուղարկում ենք արտադրության։ Տեսականին մեր մոտ շատ բազմազան է, ունենք ամենօրյա սեգմենտի օծանելիքներ, որոնք թվով ավելի քան 99 բույր, ունենք միջին սեգմենտ, ունենք բարձր սեգմենտ եւ ունենք նաեւ նիշային օծանելիքներ։ Բոլոր նախասիրությունների տեր անձնավորությունները վստահ կգտնեն այն բույրը, որը որ մենք ներկայացնում ենք։ Ունենք ծաղկային, ծովային, ամառային շատ բույրերի տեսականներ։ Մենք ամեն տարի ամռանը ունենում ենք մեր summer collection-ը, որը որ լինում է հիմնականում ցիտրուսային, ամառային fresh բույրեր, կցանկանայի առանձնացնել նիշային տեսականին, քանի որ իրականում ընտրվում է շատ մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում ընտրում ենք յուրատեսակ բաղադրություններ, դրանք կարող են լինել կաշվի, ամռայի, փայտերի, պաչուլի, խառնուրդը, որը որ այսօր շատ տրենդային է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում իրականում շատ տարօրինակ էր մեր ազգաբնակության մոտեցումը, որովհետև օծանելիք հայկական, դե բնականաբար բոլորս գիտենք, կոնյակ հայկական, օղին հայկական, գինիները, բայց չէր ընկալվում օծանելիքը եւ բավականին մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի մենք փորձենք մատուցել այն, ինչը որ հետագայում միշտ այսպեսի խոսք կա, դու վաճառում ես այն դեպքում, երբ որ հաճախորդը վերադառնում է գնելու երկրորդ օծանելիքը։ Ներկայացված ենք օդանավականի duty free-ում, մեր նիշային տեսականին, դա է ժամհարյա signature-ները իր 9 տեսականիով, Տիգրան մեծը 3 տեսականի, ժամհարյան օծանելիքները եւս 9 տեսականիով, երբ որ առաջին անգամ մենք մուտք գործեցինք այնտեղ, վաճառողները պարզապես զարմացած են եւ ասում են, բայց հնարավոր է արդյոք հայկական օծանելիք մենք վաճառենք, եւ առաջին ամսվա արդյունքում, երբ որ մենք զբաղեցրեցինք վաճառքի գծով ամենաառաջին տեղը, այնուհետեւ առաջին կամ երկրորդ, երրորդ տեղն ենք վաճառքի առումով, որովհետեւ գիտեք, արտասահմանում հայկական ամեն ինչ կարելի է գտնել, բայց ոչ օծանելիք։ Սա է պատճառը միգուցե եւ բնականաբար նաեւ վաճառողների, այսպես ասած, պրոֆեսիոնալ
թիմը, որ կարողանում են հայկական օծանելիքները ներկայացնել օտարերկրացիների, որոնք գնելով այնուհետև Facebook-յան կամ այլ սոցիալական հարթակներում բավականին դրական են արտահայտվում մեր մասին եւ դա պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք նաեւ eBay on-line հարթակում գրանցվենք եւ աշխարհի որ կետից ցանկանան կարող են on-line գնումը կատարել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեր օծանելիքը կառաքվի նրանց իսկ բնակարանները։ Ես ինքս ավելի քան 5 տարի օգտվում եմ մեր արտադրանքից, մեր տեսականից, թե Ժամհարյան տեսականին, թե Տիգրան Մեծ, ինչու՞ չէ նաեւ ամենօրյա օգտագործման սեգմենտում նաեւ նախընտրում եմ մի շարք բույրեր, որոնք ավելի թեթև եւ ոչ պարտադրող բույրեր են։ Մեր ապրանքատեսականի Երևանում ներկայացված է Մեգամոլում, Էրեբունի մոլում եւ Երևան մոլում։ Ահա, առաջարկում եմ անպայման, եթե դեռ ծանոթ չեք Ժամհարյան բրենդին, ծանոթանաք եւ այնտեղից ընտրեք ձեր ամենասիրելի բույրը, որովհետեւ տեսականին այնքան մեծ է, որ հաստատ կգտնեք ձեր նախընտրելին։ Ես քանի որ սուրճ չեմ խմում եւ այդ մասին գիտեն բոլորը, բայց ես սրտանց պատրաստ եմ իմ գործընկերոջ համար պատրաստել սուրճ այս առավոտյան, բայց ինքը այդ գործը վերցրեց իր վրա եւ հիմա տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե Սուրենը այնտեղ ինչ է անում։ Սորա, ափսոս որ դու սուրճ չես խմում, որովհետև աշխարհամերա համեղ սուրճ եմ հիմա պատրաստելու։ Ես հիմա համոզված եմ Ադրինեն տանից մեզ դիտում է եւ ասում է խոհանոցս չավիրեք մինչեւ գամ եթեր, Ադրին ջան հանգիստ տեղի, բացի սուրճի պարագաներից ոչ մի բանի ձեռք չեմ տալիս, դու վաղը արդեն երբ որ գաս կտեսնես որ ամեն ինչ կարգին է։ Հիմա ուղակի սուրճ եմ պատրաստում իմ եւ ընկերներիս համար եւ տեսնենք թե ինչպես կավարտի այս սուրճախմությունը։ Իսկ այս ընթացքում օգտվելով արդից, քանի որ խոհանոցում եմ, չեմ կարող չնշել շատ կարևոր փաստերի մասին, որոնցից մեկը բնականաբար էլոլան է, որը ներկայանում է իր շքեղ պանդրային եւ կաթնամթերքային տեսականիով, որը ոչ միայն կարող եք ձեռք բերել այստեղ Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների համար սա տոն է, որպեսզի վերադարձնեն Սյունիքի այն սարերի ու լեռների համը, որին հաստատ համոզված եմ կարոտած կլինեք։ Եվ բնականաբար հենց այստեղ խոհանոցում պիտի նշեմ, որ ամենակարևորը, ինչ որ պատրաստում եք, երեկոյան արդեն հավաքվեք ընկերներով կամ հարազատներով եւ փորձեք միասին լավ ժամանակ անցկացնել անկախ շաբաթվա օրերից։ Եվ այս ամենի հետ մեկտեղ լավ տրամադրություն ձեզ կտա Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող գինիների լայմ տեսականին եւ ոչ միայն կոմպոտներ, պահածոների տեսականի, որոնք հաստատ կլրացնեն օրվա ճաշացուցակը։ Սա նույնպես շատ կարեւոր փաստ է։ Եվ այստեղ խոհանոցում ես միշտ լսում եմ թե Ադրեն ինչպես է ասում, որ իրեն հատկապես օգնում է խոհանոցային պարագաների հեշտ եւ դյուրին լինելու տարբերակը, ինչում օգտակար է նաեւ Տրամոնտինա ընկերության կողմից առաջարկվող բրազիլական բրենդի խոհանոցային լայն պարագաների տեսականին, որտեղ ներառված են այնպիսի նյութերով պատրաստված դանակներ եւ խոհանոցային իրեր, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Սա շատ կարեւոր է հատկապես, երբ որ ճաշիկ եք պատրաստում փոքրիկ բալիկների համար, այնպես որ փորձենք հենց այս ամենից օգտվել եւ այս ամենը մատուցել նաեւ ուտեստը համեղ մատուցել հենց մաքուր եւ հետաքրքիր տեսքով։ Եվ չմոռանանք նաեւ եւս մի հրաշալի ու կարևորի մասին, դա արևից էներգիա ստանալու։ Դրսում քայլելով մենք այդ էներգիան ստանում ենք, բայց էներգիան բերել տուն, սա ապահովում է Solar Center ընկերությունը, տեղադրելով արևային համակարգեր ձեր տան կամ բնակարանի տանիքին, միանգամից կարող եք ապահովել ընտանիքում սերը, ջերմությունը եւ լուսավորությունը։ 8106 շատ կարճ հեռախոսահամար, որին զանգահարելով միանգամից կստանաք բոլոր հարցերի պատասխանները։ Իդեպ նշեմ, որ մինչև մեր հաղորդման վերջը զանգահարելու ընթացքում հավելյալ 5% զեղչը ձեզ համար է։ Դե հիմա էլ կարճ դադար կլինի, մինչև արդեն սուրճը գլուխ կգա եւ իհարկե կմատուցեմ եւ կհյուրասիրեմ ընկերներից։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ եւս մեկ պրեմիերայի մասին ենք հիմա խոսելու, այս անգամ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում։ Մարտի 14-ին հանդիսատեսի դատին կներկայացվի Անի Առաքելյանի Օդ 18+ մոնո ներկայացումը։ Ներկայացումը մի մարդու մասին է, ով կյանքի որոշիչ փուլում հանձնվելու փոխարեն ընտրում է ապրելը։ Այս առիթով մեր տաղավարում են պիեսի հեղինակն է Առաքելյանը, բեմադրիչ Դավիթ Խալացյանը եւ դերասան Հայկ Դարփինյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ, շատ լավ։ Շատ լավ, մենք շատ լավ ենք։ Հիմա խոսենք գործից Օդ 18+։ Ուզում հասկանամ Օդն է ավելի հնչեղ, թե 18+-ը։ 18+-ը։ Բայց վերնագիրը Օդն է, վերնագիրը Օդն է, 18+-ն էլ է վերնագրի մեջ մտնում։ Այդ բան չի, չէ՞ որ 18+-ը ներկայացնում։ Չէ, ուղղակի այդ որպես 18+-ն է։ 18+-ը ներկայացում։ Վերնագիրը չի։ Վերնագիրը Օդ։
Վերնագիրը 8։ Օդ առանձին 18+։ Հա, 8 առանձին 10 երկարացնել։ Բայց դա քիլն է 8 10+։ Հիմա Առաջարկը կարելի է դիտարկել ամենտեղում, կընդունենք որպես առաջարկ։ Օդի մասին պատմեք մեզ, որովհետև սցենարին մի քիչ ծանոթացա արդեն ու շատ հետաքրքիր էր։ Ներկայացումը մարդ մասին է, ով մենակ է ու հանձնվելու փոխարեն որոշում է ապրելը ու պայքարելը։ Անընդհատ ներքին կռիվների մեջ է իր հասարակության ու այդ ամեն ինչի հետ ու հուսով եմ վերջում գտնում է իր խաղաղությունը։ Ներսից է եկել թեման։ Թեման, հա, թեման այնպիսին է, որ ինձ թվում է կյանքի ցանկացած փուլում մեզնից ամեն մեկը իրան շատ մենակ է զգացել ու ունեցել է այդ օդի կարիքը։ Օդ երևի թե դրա համար, որ մարդիկ մի փոքր շնչեն ներկայացումից հետո։ Իսկ ինչն էր առաջինը պատրաստ սցենարը առաջարկվեց դերասանին, թե դերասանը ուզում էր մոնո ներկայացում առաջարկեց սցենարիստին գրել իր համար սցենար։ Առաջարկը, հա, Այդ ինձ թվում է Դավիթ ավելի ճիշտ կներկայացնի։ Այսինքն դուք կապ չունեք ռեժիսորն Ես ուղղակի ինձ ասել են, ես եկել եմ։ Արի խաղա, խաղաց։ Իրականում միտքն առաջացել է իմ ու Հայկի դիալոգներից մեկի ժամանակ, երբ որ ցանկություն առաջացավ խաղալու մոնո ներկայացում նոր պիեսի հիման վրա, որ կունենա թեմաներ, որ այս պահին մեզ իսկապես հետաքրքիր է ու անհանգստացնում է։ Եվ այդ դիալոգից հետո հասկացանք, որ այն մարդում հետ, որ ուզում ենք ստեղծել գործը, դա Անինա Արաքելյան, եւ սկսվեց արդեն պիեսի գրման process-ը։ Հնչել են պատմություններ, որոնք որ իրական են, իրական չեն, փորձել են գեղարվեստական բազում տարեր բերել պատմությունները սրելու համար, ավելի հետաքրքրացնելու համար, որովհետեւ մոնո ներկայացում ենք նայելու ամեն դեպքում եւ պատմությունները կարծում կարեւոր են եւ իհարկե կարեւոր է դերասանը։ Դուք Հայկին ճանաչում եք։ Հա, գրելիս։ Հա։ Այս դեպքում, եթե կարելի է այդպես անվանել, ոգեշնչման աղբյուր եղավ դոկումենտալ գիծը պատմության, այսինքն իրական պատմություններ, որի մասին որոշեցինք անել ներկայացում, հետո արդեն իրան, այսպես ասած, գեղարվեստական տարերով հագեցրեցինք, որպեսզի ստանանք պիես, որից կարելի է ստանալ ներկայացում։ Ինչքան է տևում ներկայացումը։ Ներկայացումը տևում է 50 րոպե։ 50 րոպե, Հայք 50 րոպե բեմում մենակ։ Այո, դժվար չի, որովհետև մոնո ներկայացումը հեշտ բան չի եւ պահանջում է ոչ միայն լինել շատ արթուն ամբողջ ներկայացման ընթացքում, նաեւ շատ հետաքրքիր, որպես այդ 50 րոպեն հանդիսատեսը։ Այո, ճիշտ է, որպես դերասան մինչեւ հիմա չեմ վախենա, ասեմ, դա նորմալ process է։ Ամսի 14-ին պրեմիերան է, բայց ես մինչև հիմա սենց կռիվների մեջ եմ ու այդ շատ նորմալ process է, խնդիրը ոչ միայն օրգանական լինելու մեջ է կամ պահելու մեջ է, այսպես ասած, այլ կեսից օրինակ հասնես ինչ-որ մի կետի ու այսպես ասած չկտրվես պատմությունից, որովհետև ինչ-որ մի բան երբ որ հոգնում ես, սկսում է դառնալ մեխանիկա, այդ ամեն ինչին պետք է հանդիմանալ։ Մի խոսքով ամբողջ ընթացքում process-ը կատարվում է։ Բարդ է, բայց կստացվի։ Մոնո ներկայացման առաջին փորձն էր։ Այո։ Իսկ աշխատել միասին հեշտ է, որովհետև մի բան է լինել ընկերներ, մի բան է լինել գործընկերներ։ Գիտեք, սկզբից կար մտավախություն, բայց ու շատ տարածված կարծիք կա, չէ, որ ընկերներով չի կարելի ինչ-որ գործ անել, բայց մեր դեպքում կամ մենք շատ սխալ ընկերներ ենք, կամ մենք այո, կամ սպասվածից ավելի լավ ընկերներ ենք, որովհետև իհարկե գործնական չգիտեմ, տարբեր կարծիքներ հավանական է ինչ-որ մի պահի ունենանք, բայց այդ երբեք չի խանգարել, որ գործը իր բնական հունով գնա։ Իսկ թվում է ընկերությունը օգնել է նրան, որ վստահություն ավելի մեծ է եղել ու ես օրինակ շատ մեծ ու լավ տեքստերից հրաժարվել եմ, որովհետև վստահել եմ օրինակ Դավիթի կարծիքին ու Հայկի կարծիքին, ու այդ երևի ամենակարևորն է, որովհետև եթե ես ուրիշ մարդկանց հետ աշխատեի, ինձ թվում է մի քիչ կռիվ կտայի տեքստերի համար։ Իրականում մենք երեքս էլ բավականին տարբեր ենք ու այդ տարբերության ոնց որ ֆոնի վրա նաև պիտի բերեինք մի բան, որ երեքս էլ դուր է գալիս ու ամենաերևի թե բարդ process-ը հենց այդ էր, որ փորձենք այնպես անել, որ եւ Անին դուր գա եւ ինձ դուր գա եւ Հայկին դուր գա եւ կարծում եմ վերջում եկանք այն հայտարարին, ինչ այն հատվածին ինչ որ երեքս էլ համաձայնենք։ Փոխզիջումները բոլորիս կողմից եղել են ու հիմա լավ է։ Եվ ուզում եմ ասել, որ մենք երեքով չենք, նաև մենք ունենք անիմատոր նկարիչ Լարա Մուսայելյանը, ով ներկայացման ամբողջ նկարչական ձևավորումը անիմացիայի տեսքով է արել,
եւ Նիկիտա Մոնախովը, ով վիզուալ էֆեկտների վրա է աշխատել ներկայացման, իրենք այս բանը այստեղ չեն, բայց մեծ թիմից են։ Իսկ օդի կարիք հաճախ եք ունենում։ Եվ ինչքան հաճախ։ Բոլորը։ Միշտ։ Ինչ դեպքերում ամենաշատ։ Եվ ինչա պետք փոխել, որպեսզի երիտասարդները ավելի քիչ այդ ճնշվածությունը զգան եւ ներկայացումը ինչ կտա իրենց։ Այս դեպքում ներածությունը երևի արդեն ավելի ճիշտ է ասել, քան մենք կասենք ներկայացման ներածությունը, չհանձնվելա պետք է կարծում եմ։ Միշտ առաջ շարժվելա պետք, չհանձնվելը շատ ժամանակ մի քիչ ուրիշ կոնտեքստով է ընկալվում, անընդհատ ասում են, չէ, հանձնվել պետք չի եւ այլն։ Չէ, ուղղակի պետք է անընդհատ առաջ շարժվել, որովհետեւ եթե մնում ես նույն տեղում, ոչ մի բան չի ավելանում, խնդիրները միշտ մնում են, ոչ մի բան կյանքում չի փոխվում, իսկ երբ որ առաջ ես շարժվում, գոնե շարժ կա։ Ընդհանրապես կյանքը շարժի մասին է, չէ, շարժումի։ Բայց այդ դեպքում երբ օդի կարիք ունես, երբ ոնց գտնել այդ առաջ շարժվելու ինչ որ ուժը փոքր։ Էլի կարծում եմ փող կապակցված է, նորից պիտի շարժվես։ Ես չգիտեմ, խորին համոզմունք ունեմ, որ անընդհատ մնալ մտքերիդ մեջ կամ տագնապի մեջ կամ խնդիրներիդ մեջ ու ոչ մի բան չանել, դա հերիք չի լուծում չի, որը բնականաբար տենց է, այլ մի հատ էլ չի լինում ոչ մի նոր բան, իսկ եթե նոր բան չի կատարվում, նշանակում է նույն տեղում ես անընդհատ։ Կարծում եմ այդ օդը իրականում կա, ուղղակի պետք է ամեն մեկս գտնենք այն հատվածը շնչելու, որը մեզ անհրաժեշտ է, որովհետև ինչ որ այնպես չի որ փակված է օդը ամբողջությամբ կա, բայց մենք պիտի գտնենք այն կետը, որից պիտի շնչենք ու ապրենք ու շարունակվի ու ծաղկի այդ ամեն ինչ։ Անի ջան, պիեսը գրելուց մտածում եք, որ երբ որ կտակ տղաներին կդառնա 18+։ Իրականում 18+-ից երևի ավել 21+ գրվել է։ Այո։ Տղաները մեղմացրել են։ Տղաները մի քիչ մեղմացրել են։ Այդպես։ Ու կարմրեց։ Ստերայից է գալի 18+։ Արտակինը միշտ խափուսիկ է։ Շատ է, մենք ձեզ մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալ ենք։ Միշտ լինեն լավ գործեր։ Լավ որ ասում են, որ ներկայացման հաջողության երևի թե 40%-ը դա վասցենա է։ Հետո արդեն ռեժիսորի շնորհիվ վերածում դառնում ամբողջական, այնպես որ բեմադրություն, որովհետև արդեն պրեմիերայից հետո կունենաք հնարավորություն հավաքվելու միասին, նշելու, դա շատ կարևոր է, այնպես որ Իջևանի պուր կարբոն կարմիր չոր գինին հաստատ այդ առիթը ձեզ համար կստեղծի եւ ներկայացումից հետո կնշեք։ Անի ջան, սա էլ ուզում եմ հատուկ ձեզ հանձնել, որովհետև հաստատ բացի լավ սցենար գրելուց նաեւ լավ պատրաստում եք խոհանոցում։ Ասում են։ Տղաները ասում են։ Տղաներն ասում են, որպեսզի մի քիչ թեթևացնենք ձեր հոգսը խոհանոցում, Տրամոնտինա բրազիլական բրենդը ներկայացնում է խոհանոցային պարագաներ։ Այս փոքրիկ թեթև պարագան ձեզ, որպեսզի մի քիչ թեթևացնենք խոհանոցում ձեր հոգսը։ Ձեզ էլ հրավիրում ենք, ամսի 14-ին ցավոք չենք կարող, որովհետև տոմսերը սպառված են, բայց ապրիլի 19-ին սիրով։ Շնորհակալություն, սիրով։ Սպասենք ձեզ մեր Մկրտչյան արտիստական թատրոնում եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել թատրոնին, ողջ անձնակազմին, ովքեր աշխատում են ներկայացման ընթացքում եւ իհարկե կարևոր մարդ ում շնորհիվ ներկայացումը իրականություն է դարձել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթև Մելքոնյանին, ով նաև իմ ուսուցիչն է, այս տողի համար եմ ուզում ասել, որ նաև իմ ուսուցիչն է, եւ իր շնորհիվ է նաև, որ ամսի 14-ին կունենանք պրեմիերան։ Մեծ հաջողություններ ենք մաղթում ներկայացմանը եւ թող երկար կյանք ունենա։ Այո, ինչպես ասում են մասնագիտական լեզվով, նիպուխը նիպիրա, զբոգը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ հաջողություններ։ Մենք մեզ մոտ էլ այսպես կարճ դադար կլինի, հետո կվերադառնանք ու կամփոփենք ծրագիրը։ Շարունակում ենք մեր բարի լույսը եւ իհարկե շարունակում ենք այդ բարի լույսի կարևոր արևը տալ մեր հեռուստադիտողներին։ Մնացեք մեզ հետ, յուրաքանչյուր առավոտ մենք եթերում ենք եւ այս պահին էլ մի քիչ երաժշտական մեղեդիներ, հնչյուններ ու նոտաներ կլինեն մեր եթերում։ Այո, դա պրեմիերա է Արկադի Դումիկյան եւ Իվետա Մուկուչյան, երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Հարութ Թիզյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է։ Սիրահարվել եմ քեզ առաջին օրից, արթնացա երազից, կարոտ կա նորից, օդ չկա ինձ համար հեռու քեզանից, կաթիլը ծով դարձավ մեր սիրո չափից, քեզ
ոչինչ շապեն Եթե սեր կա արժի երկար ապրեն Քեզանով է հոգին իմ վերթրջել Կինոյի պես ենք իրար ճանաչել Մեր սիրո հետ չարժի ոչինչ ապել Եթե սեր կա արժի երկար ապրել Քեզանով է հոգին իմ վերթրջել Կինոյի պես ենք իրար ճանաչել Մեր սիրո հետ չարժի ոչինչ շապել Եթե սեր կա արժի երկար ապրել Այո, գեղեցիկ երգ, գեղեցիկ տեսահոլովակ ու հիանալի աշխատանք, շնորհավորենք ամբողջ թիմին այս գեղեցիկ աշխատանքի համար եւ կարծում եմ, որ սա եւս մեկ առիթ է միմյանց ջերմ խոսքեր ասելու, այդ զգացմունքը նվիրելու եւ սեր տարածելու համար։ Այո, եւ իհարկե ինչով նշելու համար։ Գինով, միանշանակ, որովհետև լավ գինին կարող է զարդարել երեկոն, երբ ընկերների եւ հարազատների շրջապատում եք։ Լավ գինի ներկայացնում է Ջովանի գինու գործարանն, առաջարկելով լայն տեսականին, ոչ միայն գինիներ, նաեւ կոմպոտներ եւ իհարկե պահածոների լայն տեսականին։ Այո, եւ առավոտը շատ կարեւոր է անարատ կաթից պատրաստված կատնամթերք օգտագործելով սկսել, իսկ գինու հետ էլ առանձնացնում ենք պանիրների լայն տեսականի այս ամենը իհարկե կգտնեք Էլոլայում, Էլոլա ապրանքանիշի հետ կարող եք զգալ բնական կաթի համը։ Արևից ոչ միայն ջերմանալ է պետք, նաև վերցնել այն էներգիան, որը տալիս ու նվիրում է բոլորին։ Այս հարցում մեզ օգնում է իհարկե Solar Center-ը իր արևային համակարգերով, որոնք կտեղադրվեն շատ արագ եւ կտան հնարավորություն տղանը ջերմացնելու եւ լուսավորելու։ 8106 կարճամարին զանգահարեք եւ բոլոր հարցերի պատասխանները կստանաք միանգամից։ Tramontina բրազիլական բրենդն էլ հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար եւ արդեն հասանելի է նաեւ հայ սպառողին։ Լավագույն սուպերմարկետներում կարող եք գտնել Tramontina-ի ամբողջ ապրանքատեսականին, որոնք շատ հարմարավետ եւ շատ հաճելի են դարձնում ուտեստ պատրաստելը։ Չմոռանանք այս մեկ ամսյակին ոչ միայն նվերներն են կարևոր, նաև խոսքերը, որոնք նվիրում ենք մեր սիրելիներին։ Հենց այդ խոսքերն ավելի ջերմ ու գեղեցիկ կդարձնեն ցանկացած նվեր։ Այդ խոսքերը գտեք արև քարց ու արև բացիկներում, որտեղ ներառված են հայտնի երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ, եւ քարտերը հարցրեք իհարկե Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարձահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Չմոռանանք նաև, որ տոներին պետք է գեղեցիկ սերին ներկայանալ շատ գեղեցիկ։ Այս հարցում բարբերների օգնությունը շատ տեղին է։ Beauty by Ջուլհակյանում պրոֆեսիոնալ վարպետները կարգի կբերեն ձեր տեսքը եւ նաև կսովորեցնեն գեղեցկության արվեստը։ Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութ սրահի հետ միասին, երկու հասցե ունի այս շատ էսթետ խանութ սրահը Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Երկու սրահներում էլ ամբողջ նոր տեսականին ներկայացված է, այցելեք եւ ընդգծեք ձեր ոճը Դաֆնիի հետ միասին։ Հետևեք մեր ծրագրին, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր առավոտ ձեզ նվիրել ինֆորմատիվ, ժամանցային ու գեղեցիկ եթեր։ Վաղը նորից արդեն մեզ կմիանա մեր շատ սիրելի Ադրինեն եւ ամբողջական կազմով կներկայանանք ձեզ ու կասենք բարի լույս։ Իսկ մինչ այդ իհարկե վերջում չենք մոռանում ձեզ մաղթել օրվա լավ շարունակություն եւ նշել, որ այս ամենը պատրաստված էր սիրով։